Սիրելի համագյուղացիներ, հարգելի հյուրեր, ուրախ ենք այսօր բոլորի տեսնել այստեղ, Արտաբույնքում, միասին տոնելու մեր գյուղի օրը։ Այս օրը հիանալի հնարավորություն է միասին ճամփորդելու պատմության էջերով, ևս մեկ անգամ ուսումնասիրելու, վերհիշելու և կարևորելու այն բոլոր ավանդույթները, որոնք մեզ են փոխանցել մեր նախապապերը։ Սիրելի արտաբույնցիներ, հարգելի հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս տոնը, որ պիտի դառնա ավանդական։ Այսօրվա այս մասսան խորհրդանշում է, որ բոլորը սիրում են իրենց ծննդավայրը։ Գյուղի ողջ բնակչությունը համակված է ցնծությամբ եւ ուրախ տրամադրությամբ։ Ոսկեշող աշունը վարելով արևոտ շողոտ գույներ ավելի է ջերմացրել մթնոլորտը ու ներկաների հոգիները։ Մեր հողի պաշտպանական որնաշարը դարերով եղել է Սմբատաբերդը, 9-րդ դարի անառիկ ամրոցը, իսկ հոգևոր սյունը 7-րդ դարի ցախած քարվանքը, բանական համալիրը։ Այս հողը 1000 սերունդ է մեծացել, այստեղ են իմ նախնիների գերեզմաները, այստեղ է իմ սրտի տունը։ Եվ կան մարդիկ դեռևս, որ իրենց ջանքը, իրենց աշխատանքը ներ են դնում, որ այսպիսի միջոցառումները կայանան։ Մենք հպարտ ենք այդպիսի մարդկանցով։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությամբ օգնեցին, որ այս միջոցառումը կայացավ։ Շնորհավոր տոնը Արտաբույն, շնորհավոր բոլորիս տոնը։ Արտաբույնքը ոչ միայն բնակավայր է, այլ մեր հիշողությունների, մեր պապերի ստեղծած արժեքների եւ ապագայի հույսի խորհրդանիշը։ Այստեղ է մեր կյանքի արմատը, մեր հողի ուժը եւ մեր ժողովրդի հոգին։ Մեծ ուրախություն ունեմ տեսնելու այստեղ այսքան մարդ հավաքված եւ հատկապես երեխաներ ու երիտասարդներ հավաքված, որովհետեւ հողը պատկանում է նրան, ով որ ապրում է այդ հողի վրա։ Մենք շատ սիրում ենք մեր երկիրը, մենք շատ սիրում ենք մեր այս գյուղերը, բայց հաճախ թողնում ու հեռանում ենք։ Եվ թող մեզ պարտիս մեր, որպես մենք թողունք մերոս պարտապանած եւ մի տաներս մեզի փորձություն, այլ փրկեած մեզի չարե, զիքարքայություն եւ զորություն եւ փառք ավետյանս ամեն